Վայոց ձորը Հայաստանի ամենապոտենցիալով մարզերից մեկը, որ գինեգործությունը աշխարհում առաջիններից չեմ ասի, առաջիններից այնտեղ են արտեֆակտներով գտնված, սկսել ու Արենի տեսակի գինին ընդհանրապես գինեգործությունը հայտնի է ամբողջ աշխարհում, բայց տուրիզմը ամենագեղեցիկ ռեգիոններից է, Հայաստանի ամենատարբերվող ռեգիոններից է իր այդ ժառային ձևը Վայոց ձորի։ Ու մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, ոչ մի բանով, երրորդ գյուղը Հայաստանի։ Իսկ հիմա զուգահեռ իրականությունից Հայաստանի կառավարությունը մի 20 միլիոն եվրո ոնց որ ծախսել էր Անգլիայում, Լոնդոնում հայկական դեսպանատուն ունենալու համար։ Պատկերացնում եք, Հայաստանի երրորդ գյուղում ոչ մի բան չկա անելու, ոչ մի բան չկար անելու այնտեղ։ Բայց մարդիկ Լոնդոնում 20 միլիոն, 15 միլիոն գումար են ծախսում դեսպանատուն ունենալու համար։ Եվ հարցնում ես իշխանություններին, ասում ես լավ, գյուղերը չեն ապրում, մարդիկ ոնց որ չկա բնական տնտեսություն չկա, այդ մարդիկ տունը գումար չեն տալու, լուծում առաջարկում ենք մեր լուծումները։ Գիտեք ինչ են պատասխանում։ Ոչ մի բան։ Պատասխանում են Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Ասում ես այգու ցավը տանեմ, հասկացանք Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Հիմա դուք եք, համարյա ամեն մեկի չափ դուք եք կառավարում։ Այս գյուղերում ապրոստ չկա, ինչ եք անում դրա համար։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Քաղաքներում գործ չկա, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, նախկինները բան։ Դու նույն չափ կառավարել ես, ինչ որ իրանք են կառավարել։ Դու ես հիմա կառավարում։ Լավ, քայլ կա անելու։